Բարի գալուստ Ed Story, այսօր ես ձեզ կներկայացնեմ 2021 թվականի մի կատակերգություն, որը կոչվում է Երեսառած լակոտները։ Այրացած Ֆրանսիս Բարտեկը լեհական ծագմամբ միլիոնատեր է, ով եկել է Ֆրանսիա եւ իր աշխատանքով բարձրացել շինարարական բիզնեսում, այժմ նա ապրում է Մոնակոյում, ունի երկու որդի՝ Ֆիլիպն ու Ալեքսանդրը, եւ մի դուստր Ստելլան։ Նրանցից ոչ մեկը չի աշխատում, նրանք ապրում են հայրիկի փողերով եւ անչափ երեսառած են։ Ալեքսանդրը շարունակ դասերից փախչում է տարբեր տարիքի կանանց հետ քնելու համար, Ստելլան ամբողջ օրն անցկացնում է գնումներ անելով, իսկ Ֆիլիպը շարունակ հիմար գաղափարներ է հղանում նախագծերի համար եւ թողնում է ընկերության հանձնարարությունները, որոնք հայրը տալիս է նրան, փոխարենը խնջույքների գնալով։ Նրանք բոլորը նաեւ սոսկալի կոպիտ են ծառաների ու աշխատողների նկատմամբ։ Մի առավոտ Ֆիլիպը գալիս է Ֆրանսիսի գրասենյակ մի շատ հիմար գաղափարով, մարդկանց վարձել, որպեսզի նրանք հագնեն ու կոշիկները կակղեցնեն, նախքան դուք դրանք կկրեք։ Ֆրանսիսը, ով չի կարողանում իրեն ստիպել որևէ կերպ կշտամբել երեխաներին նրանց մոր մահից հետո, ասում է, որ կմտածի այդ մասին, բայց նրա գործընկերն ու մտերիմ ընկերը Ֆերուչիոն մատնանշում է, թե որքան ծիծաղելի է այդ գաղափարը։ Ֆիլիպը հեռանում է այն բանից հետո, երբ Ֆրանսիսը նրան մի ծրար է տալիս ընկերության համար առաքելու եւ Ֆերուչիոն կշտամբում է նրան ընտանիքի նկատմամբ ավելի խիստ չլինելու համար, նրանց մոր մահվան արդարացումն այլևս բավարար չէ, 15 տարի է անցել, եւ նրանք արդեն չափահաս են։ Մինչդեռ Բարտեկների առանձնատանը Ստելլայի ծննդյան խնջույքն արդեն սկսվել է։ Նրա ծույլ արգենտինացի փեսացուն Խուան Կարլոսը իր լսարանին պատմություններ է պատմում իր երկրի մասին, անդադար հայտարարելով Ստելլայի հանդեպ իր սիրո մասին, մինչդեռ աղջիկն ավելի ու ավելի է ջղայնանում հյութի պակասից։ Նա գնում է խոհանոց սպասարկող անձնակազմի վրա գոռալու, եւ նրան ընդհատում է Մաթիասը, իր հին ծանոթը, ով աշխատում է քեյթերինգի ծառայությունում եւ չի վարանում մատնանշել, որ նա ուրախ է իրեն տեսնել միայն այն պատճառով, որ ինքն ամբողջ գիշեր աշխատելու է իր համար։ Ֆրանսիսը որոշ ժամանակ անցկացնում է իր տնային գրասենյակում, նախքան խնջույքին միանալը, խոսելով իր կնոջ դիմանկարի հետ, զարմանալով, թե որտեղ է սխալվել, եւ վիրավորվում է, երբ իր տնտեսուհին Մարգարիտը ասում է, որ նա ընկճված է։ Նա վերջապես դուրս է գալիս սենյակից, երբ դրսում ինչ-որ աղմուկ է լսում եւ տեսնում է, որ Խուան Կարլոսը ոչնչացնում է հնեցված շամպայնի մի թանկարժեք շիշ, փորձելով բացել այն, վրան գոլֆի գնդակ նետելով։ Ակնհայտ է, որ նա ձախողվում է, բայց պատասխանատվությունն ընդունելու փոխարեն մեղադրում է շիշը պահող մատուցողին շարժվելու համար։ Դրանից հետո նաև Ստելլան խնդրում են առանձին խոսել նրա հետ, ուստի նա տանում է նրանց իր գրասենյակ եւ լսում է նրանց, միաժամանակ մաքրելով իր որսորդական հրացանը։ Ֆրանսիսն ակնհայտորեն հավանություն չի տալիս Խուան Կարլոսին եւ հասկացնում է դա նրանց, երբ լսում է, որ նա ցանկանում է ամուսնանալ Ստելլայի հետ, նաեւ մատնանշելով, որ Խուան Կարլոսն օգտագործելու է Ֆրանսիսի փողերը, փոխարենն այն ամենի, ինչ նա իբր ունի Արգենտինայում։ Ստելլան բարկանում է եւ հիշեցնում Ֆրանսիսին, որ նա միշտ էլ բացակահայր է եղել, այնպես որ սա ամուսնության թույլտվություն խնդրել չէ, նա պարզապես տեղյակ է պահում նրան, նախքան զույգը սենյակից դուրս կթռչի, խնջույքը շարունակելու համար։ Մինչ Ստելլան ամբողջ խնջույքին հայտարարում է իր նշանադրության մասին, տխրեցնելով իր լավագույն ընկերուհուն, Ֆրանսիսը զանգ է ստանում Ֆերուչիոյից, ով հայտնում է, որ ինչպես ինքն էր կասկածում, Ֆիլիպը երբեք չի արել այն հանձնարարությունները, որոնք իրենից խնդրել էին։ Նա փոխարենը գնացել է խնջույքի, ինչը հաստատվում է սոցիալական ցանցերում նրա տեղադրած տեսանյութով։ Այդ պահին տուն է գալիս Ալեքսանդրի դպրոցի տնօրենը, պատրաստ սպանել Ալեքսանդրին ոչ միայն դասերից փախչելու, այլև իր կնոջ հետ քնելու համար։ Ալեքսանդրն այդ ժամանակ հայտնվում է աստիճանների վերևում, տնօրենի երկու դուստրերի ուղեկցությամբ, քանի որ նա քնել է նաև նրանց հետ։ Տնօրենն ասում է Ֆրանսիսին, որ զղջում է Ալեքսանդրին իր դպրոցում որպես լավություն ընդունելու համար, այն բանից հետո, երբ բոլորը մերժել էին նրան, իսկ հետո սկսում է հետապնդել Ալեքսանդրին տան միջով, տեսնելով, թե ինչպես են իր բոլոր երեխաները միասին այսպիսի նեղության մեջ ընկնում, դա վերջին հարվածն է լինում Ֆրանսիսի սթրեսին, եւ նրա օրգանիզմը վերջապես տեղի է տալիս, առաջացնելով սրտի կաթված։ Ֆրանսիսն ուշքի է գալիս ավելի ուշ, հիվանդանոցում, երբ Ֆերուչիոն նստած է նրա կողքին։ Նրա երեխաները նույնպես գալիս են, բայց հոգատար լինելու փոխարեն սկսում են վիճել միմյանց հետ հիմար բաների շուրջ, ինչի պատճառով սրտի մոնիտորը ցույց է տալիս, թե ինչպես է Ֆրանսիսի սիրտը սթրեսից նորից սկսում ավելի արագ բաբախել։ Ֆերուչիոն բոլորին դուրս է անում, նախքան Ֆրանսիսին հարցնելը, թե արդյոք նա կարծում է, որ իր կինը կհպարտանար նրանցով, 2 ամիս անց 3 քույր ու եղբայր գալիս են տուն, ուսահատ փնտրելով իրենց հորը այն բանից հետո, երբ պարզել են, որ իրենց վարկային քարտերն ու բջջային հեռախոսներն արգելափակված են, եւ տանը նույնպես Wi-Fi չկա։ Այդ պահին գալիս է նաև ոստիկանների մի խումբ եւ սկսում է շրջապատել տունն ու վերցնել նրանց մեքենաները, պնդելով, որ ունեն խուզարկության օրթեր։
Այդ ժամանակ հայտնվում է Ֆրանսիսը հրացանը ձեռքին եւ ասում է երեխաներին հետևել իրեն, որպեսզի կարողանան գաղտնի դուրս գալ տանից, իսկ երբ նրանք հասնում են ճանապարհին, նա ստիպում է պատահական վարորդին կանգնել, սպառնալով իր զենքով, եւ ընտանիքը վերցնում է նրա մեքենան, տարածքից հեռանալու համար։ Սակայն հենց որ նրանք անհետանում են տեսադաշտից, Ֆերուչիոն հայտնվում է վարորդի կողքին եւ վճարում նրան իր ծառայության համար։ Մինչ մեքենայով գնում են Մարսել, որտեղ նրանք անվտանգ կլինեն, Ֆրանսիսը բացատրում է, որ ընկերությունը նեղության մեջ է հայտնվել որոշակի միջոցների յուրացումից հետո, ուստի նրանց հաշիվները սառեցվել են, եւ այժմ նրանք հետախուզվում են օրենքով, խարդախության համար։ Ամենահավանական կասկածյալը Ֆերուչիոն է, ով անհետացել է նախորդ օրը։ Ֆրանսիսը չի ցանկանում, որ նրանք որևէ մեկի հետ խոսեն այս մասին, քանի դեռ հարցը չի լուծվել, ուստի նա վերցնում է նրանց բջջային հեռախոսները եւ նետում փողոց, ինչը նաեւ օգնում է, որ իրենց չհետևեն։ Երբ նրանք հասնում են Մարսել, քույրն ու եղբայրները սարսափում են միջին եւ ցածր խավի համեստ կյանքից, եւ նրանց զզվանքն ավելի է սաստկանում, երբ հայրը նրանց տանում է այն վայրը, որտեղ նրանք մնալու են, իր մանկության տունը, որն ավելի լավ օրեր է տեսել։ Լամպերից շատերը չեն աշխատում, եւ նրանք ստիպված կլինեն կիսել մահճակալը, բայց առայժմ դա էլ կլինի։ Ընթրիքին տապակած հաց ուտելիս Ֆրանսիսը հայտնում է իր երեխաներին, որ նրանք ստիպված կլինեն աշխատանք գտնել, որպեսզի կարողանան գոյատևել։ Հաջորդ օրը Ֆրանսիսը նրանց արթնացնում է առավոտյան ժամը 6-ին, որպեսզի նրանք սկսեն աշխատանքի փնտրտուքները։ Մինչ ինքը մնում է տանը, լուծելով տան բոլոր խնդիրները, քանի որ չի կարող դուրս գալ այնտեղ եւ թույլ տալ, որ ոստիկանությունը ճանաչի իրեն։ Քանի որ նա կերակրել է նրանց իրենց ողջ կյանքում, այժմ նրանց հերթն է կերակրել իրեն։ Դուրս գալուն պատրաստվելը նույնպես բավականին բարդ է, ծորակից հոսող ջուրը կեղտոտ է, իսկ լվացարանը գտնվում է հենց զուգարանակոնքի կողքին, առանց միջնորմ դռան։ Այսպիսով Ստելլան պարզապես օծանելիք է ցանում իր վրա, մինչ դիտում է, թե ինչպես է Ֆիլիպը թեթևացնում իրեն, առանց զուգարանի թղթի, գործն ավարտելուց հետո մաքրվելու համար։ Ալեքսանդրն իր բախտն է փորձում շինհրապարակում, գողանալով որոշ աշխատողների ճաշը, որոնք նրան դուրս են անում եւ ուղարկում խոսելու իրենց պետի հետ, եթե ցանկանում է աշխատել, Ստելլան հեռախոս է վերցնում փողոցում գտնվող մի պատահական մարդուց եւ, հակառակ հոր ցանկության, զանգահարում է Խուան Կարլոսին, ասելու, որ արձակուրդում է ընտանիքի հետ, սպառելով այդ մարդու հեռախոսի բոլոր րոպեները։ Ֆիլիպը գնում է տեսնելու իր մի ընկերոջը, ով միշտ աջակցել է իր գաղափարներին, խնդրելու որոշակի գումար դրանք ֆինանսավորելու համար, բայց նրա ընկերը վերջապես խոստովանում է, որ կարծում է, թե նրա գաղափարները հիմար են, եւ ինքը պարզապես ձևացրել է, որպեսզի խնջույքների ժամանակ խոսելու զվարճալի բան ունենան։ Մի քանի ժամ անց եւ Ալեքսանդրը եւ Ֆիլիպը տուն են վերադառնում առանց աշխատանքի, եւ նույնը տեղի է ունենում Ստելլայի հետ, թեև նա իր հետ բերում է թանկարժեք հագուստի տոպրակներ։ Պարզվում է, նա որոշակի գումար է ձեռք բերել, վաճառելով Ֆիլիպի ժամացույցը, բայց սնունդ գնելու փոխարեն գնացել է գնումների։ Քույրն ու եղբայրները սկսում են վիճել, եւ որպես վրեժ Ֆիլիպը օճառ է լցնում նրա նոր հագուստի վրա, նրանց ընդհատում է Մարգարիտի եւ Մաթիասի անսպասելի ժամանումը, ում Ստելլան ավելի վաղ զանգահարել էր։ Նա նրանց համար մի քանի սրբիչ եւ հագուստ է բերել, իսկ Մաթիասն ասում է Ստելլային, որ նա կարող է գալ այն ռեստորանը, որտեղ ինքն աշխատում է, հարցազրույցի համար։ Մարգարիտը նույնպես փորձում է նրանց տալ իր խնայողություններից մի մասը, բայց Ֆրանսիսը մերժում է առաջարկը եւ ասում է նրան հեռանալ, ստիպելով խոստանալ, որ նա ոչ մեկին չի պատմի այս մասին։ Հաջորդ օրը Ստելլան գնում է ռեստորան եւ ընդունվում է որպես փորձաշրջանով մատուցողուհի։ Նա որոշակի դժվարություններ է ունենում սկուտեղը հավասարակշռելու հարցում եւ առանց դիտավորության վայր է գցում իրերը, բայց համաձայնում է լվանալ ամանները եւ օգնել ձկները մաքրելու հարցում, առանց շատ դժգոհելու հաճախորդները, սակայն նրան խելագարության են հասցնում եւ նրանից որոշ ժամանակ է պահանջվում սովորելու, թե որ սեղանը որն է եւ վայրկյանների ընթացքում մի քանի հոգուց պատվերներ վերցնելու համար։ Միևնույն ժամանակ Ֆիլիպը գնում է աշխատանքի տեղավորման գործակալություն։ Աշխատակիցը ցնցված է, լսելով, որ նա չունի փորձ կամ որակավորում, բայց պահանջում է բարձրագույն ղեկավար պաշտոն, բավականին բարձր աշխատավարձով եւ ծառայողական մեքենայով, այն էլ առանց գրանցման վճարվող, քանի որ նա խնդիրներ ունի ոստիկանության հետ։ Աշխատակիցը, համոզելով նրան իջեցնել աշխատավարձի ակնկալիքները, նրան աշխատանքի է տեղավորում որպես հեծանվային տաքսու վարորդ, ինչը նրա համար բավականին դժվար է անել իր քաշի պատճառով, քանի որ նա շատ դանդաղ է հեծանիվով։ Նրա բոլոր հաճախորդներին ի վերջո խլում է իր մրցակից վարորդը Մալեկը։ Ֆերուչիոն գաղտնի այցելում է Ֆրանսիսին եւ բերում նրան թանկարժեք գինի ու օմարներ, որոնց Ֆրանսիսը սկզբում չի ցանկանում դիպչել, որպեսզի անարդար չլինի իր երեխաների նկատմամբ, բայց ի վերջո տեղի է տալիս եւ վայելում է խնջույքը։ Երբ Ֆրանսիսը նշում է, որ ինքը զբաղված կլինի տունը վերանորոգելով, Ֆերուչիոն զարմանում է, թե արդյոք նա իրոք դա անում է միայն հանուն երեխաների։ Հանկարծ նրանք տանից ինչ-որ ձայներ են լսում եւ վերցնում են հրացանը, հետաքննելու համար, միայն թե պարզում են, որ Ալեքսանդրը աշխատանք փնտրելու գնալու փոխարեն մնացել է տանը եւ ամբողջ օրը քնել է։ Ֆրանսիսն արագ ճանապարհում է Ֆերուչիոյին եւ փորձում է մաքրել ամանները, նախքան որդին կտեսնի դրանք, բայց արդեն ուշ է, Ալեքսանդրը գտնում է նրան եւ ճանաչում Օմարի կեղևը։
Արագ մտածելով մի արդարացում, Ֆրանսիսն ասում է նրան, որ ինքն է որսացել Օմարը, եւ Ալեքսանդրը հավատում է դրան, ասելով, որ բնությունը միշտ էլ տալիս է։ Օրվա վերջում Ֆիլիպն ու Ստելլան որոշակի գումար են բերում տուն, որը Ֆրանսիսը բաժանում է սննդի եւ տան վերանորոգման գումարի, երբ նրանք լսում են, որ միակ բանը, որ Ալեքսանդրն արել է ամբողջ օրը, եղել է ցանցաճոճ պատրաստելն ու քնելը, նրանք բարկանում են եւ չեն կիսում ընթրիքը նրա հետ։ Ալեքսանդրն ասում է նրանց, որ իրենց կարիքը չունի եւ գնում է տան շրջակայքի թփերից ու ծառերից կաղիններ, խնձորներ, հատապտուղներ եւ այլ մրգեր փնտրելու, բայց այն ամենը, ինչ նա ուտում է, ի վերջո միայն հիվանդացնում է նրան ավելի ուշ։ Հաջորդ օրը Ֆրանսիսն ասում է Ալեքսանդրին, որ նա կարող է վաստակել իր բաժինը, օգնելով իրեն տունը վերանորոգել։ Նա զարմանում է, թե ինչու Ֆրանսիսը երբեք չի վաճառել այն, հաշվի առնելով, որ նրանք նախկինում չէին օգտագործում դա, բայց Ֆրանսիսը միայն պատասխանում է, որ այն սենտիմենտալ արժեք ունի։ Ռեստորանում Ստելլան վիճում է մի հաճախորդի հետ այն բանից հետո, երբ այդ մարդը սոսկալի կոպիտ է վարվում իր հետ, քանի որ նրա կերակրի մեջ մի բաղադրիչ պակասում էր։ Նա բավականին տխուր է լինում, երբ գնում է խոհանոց դա խնդրելու եւ մտածում է աշխատանքից դուրս գալու մասին, բայց Մաթիասը մատնանշում է, որ նա նույնպես միշտ այդպես է վերաբերվել մատուցողներին, ուստի նա չպետք է զարմանա, որ այժմ նույն վերաբերմունքին է արժանանում։ Ստելլան սովորում է բացել աչքերը իրականության առաջ եւ որոշում է մնալ ու համեստ լինել, ուստի Մաթիասը պարգևատրում է նրան, ցույց տալով, թե ինչ են անում կոպիտ հաճախորդների հետ։ Խոհարարները թքում են նրանց ուտելիքի մեջ, դրանից հետո Ստելլան սկսում է արտակարգ ջանասիրությամբ աշխատել, մաքրելով հատակները եւ լվանալով ամանները ըստ անհրաժեշտության։ Երեկոյան ընթրիքից հետո քույրն ու եղբայրները սկսում են վիճել, թե ով է լվանալու ամանները, եւ Ֆիլիպը պատահաբար նշում է, որ Ստելլան նախկինում անորեքսիա է ունեցել։ Ֆրանսիսը ցնցված է այս լուրից եւ զարմանում է, թե ինչու նա չի դիմել իրեն օգնության համար, ուստի երեխաները մատնանշում են, որ նա միշտ էլ բացակահայր է եղել եւ հիշատակում են այն բոլոր բաները, որոնք նա բաց է թողել, քանի որ զբաղված է եղել աշխատանքով։ Ստելլան մի ամբողջ տարի ստիպողաբար փսխում էր, մինչև նիհարեց 10 կիլոգրամ։ Ալեքսանդրը մի գիշեր անցկացրեց բանտում, երբ ոստիկանությունը նրա մոտ կանեպ գտավ, իսկ երբ Ֆիլիպը 2 շաբաթ անցկացրեց հիվանդանոցում պերիտոնիտով, հայրը երբեք չայցելեց նրան, որովհետև Ճապոնիայում էր եւ չչեղարկեց իր գործուղումը։ Բայց նրանք գիտեն, որ իրենց մայրը չէր վարանի անմիջապես թռչել գալ։ Զգալով, որ իրեն դատում են, Ֆրանսիսը դուրս է գալիս սենյակից, պնդելով, որ իրեն չի կարելի մեղադրել նրանց բոլոր խնդիրների համար։ Հաջորդ օրը Ֆիլիպը վերջապես հոգնում է նրանից, որ Մալեկը շարունակ խլում է իր հաճախորդներին, եւ արճակատվում է նրա հետ դրա համար։ Սկզբում նրանք սկսում են վիճել, եւ թվում է, թե դա կարող է ավարտվել նաեւ բռունցքներով կռվով, բայց նրանք հանկարծ հայտնաբերում են իրենց փոխադարձ սերը կոլեկցիոն մարզակոշիկների հանդեպ եւ ընկերանում են։ Մինչդեռ տանը Ալեքսանդրը վերանորոգում է ջրմուղը, ինչը տպավորում է Ֆրանսիսին, երբ նա հարցնում է, թե ինչպես նա գիտի որևէ բան այս մասին, Ալեքսանդրը խոստովանում է, որ ավագ դպրոցում ինքն ու իր ընկերները գոյուղու խողովակը շեղել էին դեպի տնօրենի ցնցուղը, եւ դրա համար ինքը 2 ամիս անցկացրել էր ջրմուղագործության ձեռնարկներ ուսումնասիրելով։ Վերադառնալով Մոնակո, Խուան Կարլոսը քնում է Ստելլայի լավագույն ընկերուհու հետ, ով պատմում է նրան ընտանիքի փողերի խնդիրների եւ դրանց հետևում կանգնած անձի մասին լուրերի մասին։ Խուան Կարլոսին սա շատ կասկածելի է թվում, քանի որ նա 2 օր առաջ տեսել էր Ֆերուչիոյին քանթրի ակումբում, ուստի որոշում է հետաքննել։ Օրվա երկրորդ կեսին Ֆրանսիսը ներողություն է խնդրում այնպիսի հայր լինելու համար, ինչպիսին եղել է, բացատրելով, թե որքան դժվար է եղել իր համար հանկարծակի միաժամանակ եւ հայր եւ մայր դառնալը, եւ որ իրենք միայն թաքցրել են մոր հիվանդությունը նրանց պաշտպանելու համար։ Երեխաները կարծում են, որ իրենց հայրը իրենց երեսառած ու հիմար է համարում, բայց Ֆրանսիսը խոստանում է, որ այժմ հպարտ է նրանցով։ Այնուհետև նրանք մի հրաշալի երեկո են անցկացնում միասին աստղերի տակ, կիսելով ըմպելիքն ու իրենց երիտասարդության հին պատմությունները։ Ընտանիքը սկսում է ընտելանալ այս նոր կյանքին միասին, կատարելով տնային գործերը եւ վերանորոգելով տունը, միաժամանակ վայելելով միմյանց ընկերակցությունը։ Ստելլան մոտ ընկերներ է դառնում ռեստորանի իր գործընկերների հետ, իսկ Մալեկը Ֆիլիպին մի քանի խորհուրդներ է տալիս ավելի լավ հեծանվային տաքսու վարորդ լինելու համար, մինչ նրանք սկսում են միասին աշխատել Մալեկի մարզակոշիկների հավաքածուից որոշակի գումար վաստակելու համար։ Ֆերուչիոն զանգահարում է Ֆրանսիսին եւ ասում նրան վերջ տալ այս ներկայացմանը, քանի որ Խուան Կարլոսը քիթը խոթում է ամեն տեղ, բայց արդեն ուշ է։ Նա հայտնվում է տանը մի քանի ժամ անց, բացահայտելով, որ իմացել է Ֆրանսիսի մասին, հետևելով Ֆերուչիոյին։ Ֆրանսիսն առաջարկում է նրան վճարել ցանկացած գումար, որ նա կխնդրի, փոխարեն այն բանի, որ Խուան Կարլոսն իրենց հանգիստ թողնի, բայց նա մերժում է առաջարկը, պնդելով, որ ցանկանում է օգնել։ Երբ քույրն ու եղբայրները գալիս են, Խուան Կարլոսն ասում է նրանց, որ վաճառել է իր գույքը Արգենտինայում, ընտանիքի պարտքերը վճարելու համար, ուստի հիմա նրանք նորից հասանելիություն ունեն իրենց հաշիվներին եւ առանձնատանը։ Չցանկանալով, որ իր երեխաները պարզեն, որ ինքը ստել է նրանց դաս տալու համար, Ֆրանսիսը խաղում է Խուան Կարլոսի արարքի համաձայն եւ համաձայնում է վերադառնալ Մոնակո։
Երբ նրանք վերադառնում են իրենց տուն, Խուան Կարլոսը մատնանշում է, որ հիմա նրանք կարող են ամուսնանալ, եւ Ստելլան համաձայնում է համբուրել նրան, բայց այս անգամ ավելի տատանվող է լինում։ Հաջորդ օրը նախաճաշի ժամանակ Ֆրանսիսը պատմում է Մարգարիտին, թե որքան մեղավոր է զգում իրեն եւ որքան է անհանգստանում, որ Ստելլան ամուսնանում է այնպիսի վատ մարդու հետ, ինչպիսին Խուան Կարլոսն է, եւ Մարգարիտը քաջալերում է նրան խոստովանել։ Երբ նա ավելի ուշ քննարկում է այդ հարցը Ֆերուչիոյի հետ, նրա ընկերը նույնն է կարծում, ուստի Ֆրանսիսն ընդունում է իր ճակատագիրը եւ որոշում է խոսել իր երեխաների հետ։ Խուան Կարլոսը գիտի, որ Ֆրանսիսը կարող է ցանկացած պահի բացել իր բերանը, ուստի վերցնում է Ստելլային իր հետ, գաղտնի փախչելու եւ ամուսնանալու համար։ Ստելլան այնքան էլ ուրախ չէ այդ գաղափարով, բայց Խուան Կարլոսը խոստանում է նրան, որ նրանք կարող են պատշաճ խնջույք եւ տոնակատարություն ունենալ ավելի ուշ։ Երբ նրանք մտնում են քաղաքապետարան, Ֆրանսիսը զանգահարում է Ստելլային, բայց հենց Խուան Կարլոսն է վերցնում նրա հեռախոսը եւ պատասխանում զանգին, ձևացնելով, թե հաճելի զրույց է ունենում Ֆրանսիսի բարգացած գոռոցները լսելու փոխարեն։ Նա անջատում է հեռախոսը եւ ասում Ստելլային, որ նրա հայրը հավանություն է տալիս իրենց միությանը, մինչ Ֆրանսիսը վերցնում է իր որդիներին եւ տանում իր հետ, հարսանիքը կանգնեցնելու համար։ Հարսանիքը պաշտոնապես գրանցողը փոխքաղաքապետն է, ով համր է։ Ուստի գործերը բավականին դանդաղ են ընթանում, երբ արարողությունը վերջապես սկսվում է, Ստելլան պարզում է, որ Խուան Կարլոսի իրական անունը Քևին Լեպուտր է։ Նա նրան ինչ-որ արդարացում է պատմում այն մասին, որ իր հայրը փախստական է եղել, ում անհրաժեշտ էր փոխել իր անունը, եւ մինչ նա համոզում է աղջկան, որ այնուամենայնիվ ամուսնանա իր հետ, նրանց ընտանիքը ընդհատում է նրանց։ Ֆրանսիսն ասում է նրան, որ Խուան Կարլոսը միայն նրա փողերն է ուզում, եւ որ նրա կողմից իրենց փրկելու համար գույքը վաճառելը ճիշտ չէ, ընտանիքը երբեք որևէ նեղության մեջ չի եղել։ Այդ ամենը եղել է մի սուտ, որը Ֆրանսիսը հորինել էր երեխաներին դաս տալու համար։ Ոստիկանները, որոնց նրանք տեսել էին իրենց տանը այդ օրը, բարձու դերասաններ են եղել։ Ստելլան ապտակում է Խուան Կարլոսին իր արածի համար, այնուհետև դուրս է գալիս սենյակից իր քրոջ ու եղբայրների հետ միասին, եւ նրանցից ոչ մեկը չի ցանկանում երբևէ նորից խոսել իրենց հոր հետ։ 9 ամիս անց Ֆրանսիսը ոչ մի լուր չի ունենում իր երեխաներից, բացի ամսական չեկից, որ նրանք ուղարկում են իրեն իր մանկության տանը ապրելու համար, բայց նա երբեք չի կանխիկացրել դրանցից ոչ մեկը եւ պահում է դրանք ապակե թասի մեջ։ Որոշ հաճախորդների հետ գործնական հանդիպումից հետո Ֆերուչիոն ձևացնում է, թե սխալվել է մեքենան վարելիս եւ ընտրում է մի այլ ճանապարհ, որը, ինչպես պարզվում է, նրանց տանում է դեպի Ֆրանսիսի հին տունը։ Մեքենայի բեռնաղցիկում կան նաեւ ծաղիկներ, որպեսզի նա տա Ստելլային, քանի որ նրա ծննդյան օրն է։ Տանը քույրն ու եղբայրները բոլորն էլ շատ լավ են հանդես գալիս։ Ֆիլիպն ու Մալեկը փող են վաստակում մարզակոշիկներ վաճառելով, Ալեքսանդրն աշխատում է որպես ջրմուղագործ, իսկ Ստելլան ու Մաթիասը միասին բացում են իրենց սեփական ռեստորանը։ Նրանց տրամադրությունն ընկնում է, երբ Ֆրանսիսը մտնում է տուն, եւ նա նկատում է, թե որքան անհարմար է ամեն ինչ արագորեն դառնում, ուստի նա պարզապես տալիս է Ստելլային ծաղիկները եւ վերջին անգամ հայտնում իր զղջումը, նախքան հեռանալը։ Քույրն ու եղբայրները վատ են զգում եւ որոշում են ընդունել նրա ներողությունը, ուստի կանչում են նրան եւ թույլ տալիս մնալ իրենց հետ, բոլորով միասին որպես ընտանիք տոնելու համար։ Եթե հավանեցիք, բաժանորդագրվեք սեղ 1 հավանել կոճակը։ Մեկնաբանություններում գրեք, թե որ ֆիլմը կուզեիք տեսնել մեր ամփոփմամբ։